Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր կրիայի միջավայրում կդիտարկենք խնդիրներ, որոնցում կկատարենք տարբեր գործողություններ թվերի հետ, և այսպես մեր առաջին խնդիրը։ Գրենք ծրագիր, որի օգնությամբ հնարավոր կլինի ներմուծել որևէ աթիվ, և եթե այդ թիվը գտնվում է 10-ից 60 միջակայքում, կգծվի A կողմով հավասարակողմ եռանկյուն։ A թվի ներմուծման համար կօգտագործենք ազգ հրամանը։ Թիվը գտնվում է 10-ից 60 միջակայքում, նշանակում է այստեղ մենք պետք է կիրառենք AND բուլյան օպերատորը, երկու տարբեր համեմատության օպերատորներ միավորելու համար։ Այսինքն միաժամանակ մեր A թիվը պիտի 10-ից մեծ լինի և 60-ից փոքր լինի։ Դիտարկենք այն խմբագրիչի մեջ։ Ստեղծենք ապոփոխականը, որին վերագրենք ազգ ներմուծել թիվը։ Քանի որ պետք է պայման ստուգենք, կօգտագործենք if հրամանը։ If ևս մեկ անգամ նայենք խնդիրը, ինչպես ասվեց, A թիվը պետք է մեծ լինի 10-ից և փոքր 60-ից։ Հետևաբար այստեղ մենք կգրենք A-ն մեծ է 10 and միաժամանակ A թիվը պետք է փոքր լինի 60-ից։ Եվ ձևավոր փակագծերի մեջ այս պայմանի ճշմարիտ լինելու պարագայում կկատարվի խնդրի պայմանը, այսինքն կգծվի A կողմով հավասարակողմ եռանկյունի։ Repeat 3 անգամ forward A turn left, ինչպես գիտենք 120 աստիճանով պիտի պտտվի։ Եվ փակենք repeat-ի փակագիծը։ Եթե պայմանը տեղի չունենա, այսինքն A-ն մեծ է 10 կամ A-ն փոքր է 60 պայմաններից որևէ մեկը, false արժեք ունենա, այդ դեպքում ծրագիրը կկատարի else-ից հետո եկող կոդը, else, այդ դեպքում մենք պարզապես գրենք, որ թիվը մեր պայմանին չի բավարարում, այսինքն 10-60 միջակայքին չի պատկանում։ Print թիվը տրված միջակայքից չէ։ Եվ փակենք else-ի փակագիծը։ Որպեսզի կրյան չխանգարի, թաքցնենք այն և աշխատեցնենք ծրագիրը։ Այստեղ մենք կներմուծենք A, բերեք ներմուծենք այնպես թիվ, որ երկու պայմաններ բավարարում է 10-ից 60 միջակայքի թիվ է, օրինակ 50։ Հիմա փորձենք այնպիսի թիվ ներմուծել, որը այդ միջակայքից դուրս է, օրինակ 6։ Թիվը տրված միջակայքից չէ։ Փորձենք ներմուծել 60-ից մեծ թիվ, օրինակ 80։ Դիտարկենք երկրորդ խնդիրը։ Տրված են իրարից տարբեր 3 թիվ, հաշվել և արտածել այդ թվերից մեծագույնի արժեքը։
Ասք հրամանի միջոցով ներմուծման համար 3 թիվ ստեղծենք, 3 թվերի ներմուծման համար, ուրեմն A փոփոխականի համար ներմուծել գրենք առաջին թիվը, եւ այս տողը կրկնօրինակելով Ctrl+C-ի օգնությամբ ստեղծեմ 3 փոփոխականներ, A փոփոխականը B-ն և C-ն, այստեղ կլինի երկրորդ թիվը և երրորդ թիվը, ստեղծեմ ևս մեկ փոփոխական, որին կանվանենք մաքսիմում, սկզբում այն թող 0 արժեք ունենա, այս փոփոխականի մեջ կպահվի այս 3 թվերից մեծագույնը, սկզբում համեմատենք A-ն B-ի հետ, որպեսզի ստանանք այդ երկու թվերի ամենամեծ արժեք, ուրեմն if A-ն մեծ է B-ից, եթե կատարվի այս պայմանը, մաքսիմումին վերագրենք A և B թվերից մեծագույն, այսինքն այս դեպքում եթե ճշմարիտ լինի, մաքսիմում կվերագրենք A-ն, որովհետև A-ն է մեծ։ Հակառակ դեպքում մաքսիմումին կվերագրենք B արժեք։ Else մաքսիմումին վերագրենք B։ Որից հետո արդեն, երբ որ պարզ կլինի A-ն է մեծ, թե B-ն, և այդ արժեքը կպահվի մաքսիմում փոփոխականի մեջ, մաքսիմումը կհամեմատենք C-ի հետ։ If մաքսիմումը, եթե փոքր լինի C-ից, բնականաբար, եթե C-ն ավելի մեծ է, հետևաբար մաքսիմումի մեջ կպահենք C-ի արժեքը։ Մաքսիմումին կվերագրենք C։ Հակառակ դեպքը, else-ից հետո եկող դեպքը նպատակահարմար չէ գրել, որովհետև հակառակ դեպքում մաքսիմումը արդեն պարզ կլինի և մենք ընդհանրապես կտպենք մաքսիմում արժեքը։ Print max։ Աշխատեցնենք ծրագիրը։ Այստեղ աշխատեցնենք ծրագիրը, ներմուծել առաջին թիվը, ընդհանրենք լինի 5, ներմուծել երկրորդ թիվը 9 և օրինակ երրորդ թիվը թող լինի 4։ Արդյունքում կունենանք այդ 3 ներմուծված թվերից մեծագույնը 9։ Նորից աշխատեցնենք, ընդհանրենք 8 և 3։ Մեծագույն արժեքն է 8։